Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգույն Սրբով, ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, շնորհավորում եմ բոլորիդ հոգեգալստյան այս գեղեցիկ տոնի առիթով։ Ամեն։ Տիրոջ հարությունից 50 օրեր հետո առաքյալները հավաքված միասին աղոթում էին։ Լսելով Տիրոջ այն խոսքին, որ մնացեք Երուսաղեմ եւ աղոթեցեք։ Եվ մի վախեցեք, որովհետև պիտի ուղարկեմ ձեզ Սուրբ Հոգին, որ պիտի գա եւ մխիթարի ձեզ։ Պիտի գա եւ ձեր փոխարեն պիտի խոսի, պիտի գա եւ ձեզ լցնի իմաստություններով, գիտելիքներով, որպեսզի կարողանաք տարածել իմ խոսքը։ Եվ ահա մենք տեսնում ենք, թե ինչպես Երուսաղեմում այդ օրերը հավաքված մարդիկ, որոնք տարբեր աշխարհներից էին գալիս, տարբեր լեզուներով էին խոսում, լսեցիք Սուրբ Գրքի մեջ։ Այդ բոլոր մարդիկ հավաքվել էին տոնելու եբրայական Պենտեկոստեն, որ առաջի պտուղներն էին տարվա հավաքել եւ այդ առաջի պտուղների համար Աստծուն շնորհակալություն էին ասում։ Եվ տեսնում ենք, թե ինչպես եկեղեցին այսօրը իր առաջին պտուղներն է տալիս։ 3000 մարդ մկրտվում է Սուրբ Երրորդության անունով, առաջի պտուղները եկեղեցի։ Եվ այդ օրը հավաքված առաքյալները երբ աղոթում են, Սուրբ Աստվածածինն է կենտրոնում նստած, եւ սա տեսնում ենք մեր սրբապատկերների մեջ, Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա կրակե լեզուների տեսքով։ Եվ ուժեղ քամի է լինում, եւ ամբողջ մարդիկ այդ քաղաքում հավաքված իրար անցումից գալիս են տեսնելու, թե ինչ է կատարվում։ Եվ տեսնում են ինչ, որ այս առաքյալները, այս գալիլեացիները խոսում են իրենց հասկանալի լեզվով եւ բացատրում են ավետարանը։ Պատմում են Հիսուս Քրիստոսի մասին, որ երկնքից երկիր իջավ, որպեսզի մարդը կարողանա վերադառնալ իր հայրենի տուն, երկինք բարձրանալ։ Եվ շատերը զարմացած էին եւ ասում էին, ինչ եղավ սրանց։ Հարբել են արդյոք, բայց իրենք չէին հարբել։ Պետրոս առաքյալը կներեք ոտքի է կանգնում եւ բոլորի անունից ասում է, դուք կարծում եք, որ մենք հարբել ենք, երրորդ ժամն է, այսինքն այդ ժամանակ առավոտն էր դեռ։ Ասում է, այս առավոտվա ժամին ինչպես կարող էին նոր գինով հարբել։ Երրորդ ժամին, սիրելիներս, Աստված Ադամին հոգին է փչում, որպեսզի Ադամը մարթանա, կենթանանա, ապրի։ Եվ ահա երրորդ ժամն է եւ Սուրբ Հոգին իջնում է առաքյալների վրա, որպեսզի մարդը Քրիստոսի հարությունից հետո, որ մեռած էր մեղքի պատճառով, կրկին կենթանանա, դեպի կյանք արթնանա։ Եվ եթե առաջ Բաբիլոնում Աստված լեզուները խառնեց, որպեսզի մարդիկ իրար չհասկանային, այսօր Աստված իր Սուրբ Հոգին է իջեցնում, որպեսզի մարդիկ հասկանան Աստծո խոսքը, լսեն Աստծո խոսքը, խոնարհվեն Աստծուն եւ գտնեն վերադարձի այն ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, դեպի հավիտենականություն։ Եվ ահա Սուրբ Հոգով լցված այս առաքյալները գնում են աշխարհով մեկ քարոզելու Տիրոջ խոսքը։ Մեկ շաբաթ հետո Եղիա մարգարեին պիտի տոնենք, իսկ դրանից հետո սկսվում է Արարատյան շաբաթը։ Միասին պիտի տոնենք մեր ամենահայեցի սրբերին, Հռիփսիմեին, Գայանեին, Գրիգոր Լուսավորչին եւ Էջմիածնի տոնը։ Այն Էջմիածնի, որը մայր էր մեզ համար եւ մայր է մեզ համար եւ պիտի շարունակի մեր մայրը լինել, մեր հոգեվոր բնակարանը, այնտեղ ուր միածինը իջավ։ Այն սրբությունը, որի համար մենք պատրաստ պետք է լինենք, ինչպես որ պատրաստ են եղել մեր հայրերը իրենց կյանքը տալու, որովհետև առանց այդ սրբությունների ինչ ենք մենք։ Ես օրեր առաջ հիշեցի մի պատմություն, կարծում եմ բոլորդ էլ ձեր կյանքի ընթացքում կարդացել եք Հոմերոսի գրված Ոդիսեականը։ Այնտեղ մի գեղեցիկ պատմություն կա, երբ որ Ոդիսեոսը վերադառնում է Տրոյայի պատերազմից, քամիները փչում տանում են մի կղզի եւ այնտեղ մի կախարդուհի կա։
եւ կախարդում է իր զորքին, վերածում է իրենց խոզերի, եւ երբ այս հերոսը ասում է, թե ինչ արեցիր իմ ընկերների հետ, իրենց հետ պատերազմել եմ, ճանապարհ եմ գնացել, ասում է, ինչ ես ուզում, որ ուտելիքն ունեն, խմելիքն ունեն, զվարճանալիք, ամեն ինչ ունեն, ինչ է պետք, թող խոզ լինեն։ Եվ այստեղ հարց է առաջանում, մարդը ինչով է տարբերվում խոզից, կենդանուց, եթե չունենա սեր, եթե չունենա սրբություններ, եթե չունենա այդ ուտելու եւ խմելու աշխարհիկ ցանկություններից բացի սրբություններ, որոնք ավելի կարևոր են, քան ֆիզիկական կյանքը։ Եվ ահա Սուրբ Հոգին սովորեցնում է մեզ, որ մենք այդ սրբությունների մասին ոչ միայն խոսենք, այլ ապրենք այդ սրբություններով։ Թույլ տանք, որ ինչպես առաքյալների վրա, այնպես էլ մեր վրա այդ Սուրբ Հոգին իջնի եւ լցնի մեզ։ Բացենք մեր սրտերը, որպեսզի այդ Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ։ Վերհիշենք մեր մկրտությունը, որի ժամանակ մենք մաքրվեցինք մեր մեղքերից եւ օծվեցինք Սուրբ Մյուրոնով, որպեսզի վերածվենք սրբազան տաճարների, որի մեջ պիտի ապրի Քրիստոս Սուրբ հաղորդությամբ։ Այդ տաճարները պետք է մենք ամեն օր մաքուր պահենք։ Այդ տաճարները պետք է կենդանի Աստծո բնակավայր լինեն, որպեսզի Աստված գործի մեր մեջ մեզանով աշխարհի համար։ Եվ ահա Սուրբ Հոգու գալստյան այս տոնը գալիս է, որ մենք վերստին ու վերստին մտածենք դրա մասին։ Գալիս է նաև, որպեսզի մենք հասկանանք, թե որն է մեր հավատքը։ Արևմուտքում այս տոնը միայն իբրև եկեղեցու տարեդարձ եկեղեցու ծնունդ է նշվում, որը ճիշտ է, բայց նաև տոնն է Սուրբ Երրորդության։ Եվ դուք տեսաք եւ աղոթեցիք, հույսով եմ ինձ հետ միասին, Հովհաննես Ոսկեբերանի այդ գեղեցիկ աղոթքը Սուրբ Երրորդության նվիրված, որովհետև այսօր է, որ կատարվում է մարդու փրկությունը, երբ որ մարդիկ մկրտվում են Սուրբ Երրորդության անունով, ինչպես որ Քրիստոս ասաց, գնացեք, մկրտեցեք բոլորին Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, մինչև այդ ժամանակ մարդիկ չգիտեին ով է Սուրբ Հոգին։ Այսօր էլ շատերը կան, որոնք չեն հասկանում եւ Սուրբ Հոգուն վերագրում են այնպիսի բաներ, որ ծիծաղելի են հավատացյալի համար։ Այդ նեոպենտեկոստալ շարժումներ կան, որ իբր թե տարբեր լեզուներով են խոսում, քարիզմատիկ շարժումներ, որոնք հավատում են, թե իրենք Սուրբ Հոգով լցված ինչ-որ անհասկանալի բաներ են ասում։ Եկեղեցին երբեք անհասկանալի չի եղել։ Եկեղեցին միշտ խոսել է մարդու համար հասկանալի, որպեսզի մարդը կարողանա ճանաչել Աստծուն։ Այնքանով, ինչքանով, որ իր հնարավորություններն են, բայց հասկանալի։ Այո, շատ բաներ կան, որ մենք չենք հասկանում, բայց Աստված միշտ տալիս է մեզ այնքան, ինչքան որ կարող ենք հասկանալ մեր փրկության համար։ Եվ երբ որ այսօր տեսնում ենք ինչ-որ խմբեր, որ իրենց ասելով լեզուներով են խոսում, կարդում ենք Սուրբ Գրքում, որ այդ լեզուների շնորհը այն շնորհն էր, որով ավետարանը հասկանալի էր դառնում աշխարհի ժողովրդին, ոչ թե անհասկանալի, այլ հասկանալի։ Եվ երբ որ մեր Մեսրոպ Մաշտոցը թարգմանում է Սուրբ Գիրքը, թարգմանում է, որ մենք մեզ համար հասկանալի լեզվով խոսենք, մենք ենք, որ մեր ծուլության պատճառով այսօր անհասկանալի ենք դարձրել մեր հայրենը, մեր զավակներին։ Եվ այդտեղ մենք անելիք ունենք։ Մեր զավակներին, մեր թոռնիկներին, մեր լեզուն, մեր գիրը սովորեցնելու։ Եվ այստեղ մեր համայնքում նույնպես ես տեսնում եմ հրաշք երեխաներ, որոնք շատ լավ մարդիկ են, շատ լավ քրիստոնյաներ են, բայց իրենց մայրենի լեզուն չգիտեն։ Կամ եթե գիտեն, խոսում են կիսատ, պռատ, խոսում են այդ հայերենով, բայց հայերեն տառերը չգիտեն, գրել, կարդալ չգիտեն։ Դրա համար կա Մեսրոպ Մաշտոց դպրոցը, բերեք ձեր երեխաներին, ձեր թոռնիկներին, թող այստեղ գրեն, կարդան, սովորեն, որպեսզի հայերեն աղոթեն, որպեսզի հայերեն հասկանալի լեզվով շփվեն Աստծո հետ,
այդ լեզուն աստվածային լեզու է։ Այդ լեզվում կա Սուրբ Հոգու այն շնորհը, աննկարագրելի շնորհը, որ ուրիշ ոչ մեկ լեզուն չեք գտնի դուք։ Ուրեմն եկեք սիրելիներս այսօր մեր մտքերում, մեր սրտում, մեր հոգում, մեր կյանքում տեղ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի այդ Սուրբ Հոգին գա եւ լցնի մեր առօրյան, ազատի մեզ այս աշխարհի աղտերից, կեղտոտ մտքերից, գործերից, որոնք քրիստոնյայի համար հարիր չեն, խոսքերից, որոնք քրիստոնյայի համար հարիր չեն, մենք տեսնում ենք այս աշխարհը ինչքան է լցված չարությամբ, բայց վստահ եղեք, որ Աստծո զորությունը դրա համար է զորություն կոչվում, որ բոլոր չարիքները գան եւ մեր կողքով անցնեն, իսկ ճշմարտությունը մնա անսասան։ Ուրեմն եկեք աղոթենք այս սրբազան օրով, որ Սուրբ Հոգին վերստին, ինչպես որ առաքյալներին լցրեց, նաև մեր համայնքը լցնի, ձեզանից յուրաքանչյուրին լցնի, զորացնի իր ներկայությամբ ձեր կյանքում, ձեր առօրյան, որպեսզի դուք ձեր հոգսերով, դժվարություններով, հիվանդություններով, ծախորդություններով մեկտեղ երբեք չհուսահատվեք, այլ լինեք վստահ, որ կա Աստված։ Եվ այդ Աստված իմ կյանքում ներկա է, քո կյանքում ներկա է, եւ եթե Աստված մեր կյանքում ներկա է, ուրեմն չպետք է վախենանք, ոչ մի բանից չպետք է վախենանք, պետք է զգաստ կանգնած քայլենք դեպի մեր ապագան, ծառայենք իրար, սիրենք իրար, ծառայենք Աստծուն, սիրենք Աստծուն եւ նրա ներկայությունը քարոզենք աշխարհով մեկ, ինչպես որ դա արել են առաքյալները, ինչպես որ դա արել են մեր նախնիները, այդպես էլ մենք շարունակենք, որպեսզի մեր զավակներն էլ չմոռանան իրենց հավատքը, չմոռանան այն ճանապարհը, որ բերում է դեպի եկեղեցի, որովհետև միայն այստեղ է փրկությունը Աստծո ներկայությամբ։ Տիրոջ զորությունը եւ Սուրբ Հոգու շնորհները ձեզանից անպակաս լինեն, ինչպես երեկ եւ այսօր, նույն եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։